Արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի քաղաքապետարանը արգելում է ժողովուրդ օրաթերթի լրագրողներին մուտք գործել Երևանի կենդանաբանական այգի, տեսնելու եւ նկարահանելու Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրաված կենդանիներին, ինչպես նաեւ արձանագրելու նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 խթվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։ Սակայն տեղափոխումից ժամեր անց հայտնի դարձավ ողբերգական փաստը՝ առգրաված առյուծներից մեկը անկել է։ Արմնուր լրատվականը վաղ առավոտյան ահազանգ է ստացել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված մյուս կենդանիները եւս գտնվում են վատ վիճակում եւ կարող են սատկել։ Մեր նկարանող խումբը շտապեց կենդանաբանական այգի եւ պահանջում էր կենդանաբանական այգու տնօրեն Արթուր Տեր-Թոմասյանից թույլ տալ մուտք գործել կենդանաբանական այգի։ Սակայն ըստ էության Տիգրան Ավինյանի հրահանգով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պատասխանատվության եւ կենդանաբանական այգու տնօրեն Արթուր Տեր-Թոմասյանի պատասխանատվության ներքո գտնվող կենդանիների մասով որևէ տեղեկություն չի տրամադրում։ Երևանի քաղաքապետարանը ըստ էության Տիգրան Ավինյանի հրահանգով հորդորում է հարցերն ուղարկել գրավոր եւ թույլ չեն տալիս մեր նկարանող խումբին մուտք գործել ներս եւ ստանալ հստակ հարցերի պատասխանը, ինչ վիճակում են գտնվում Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված մյուս կենդանիները։ Կենդանաբանական այգու աշխատակիցները ժողովուրդ օրաթերթին ուղղորդում էին Երևանի քաղաքապետարան, ստանալու թույլտվություն, միաժամանակ հանգստացնելով մեզ, թե միշտ էլ բոլոր տեղերում նման դեպքեր լինում են, երբ կենդանուն քնեցնում են, նա սատկում է։ Այնպիսի հանգստությամբ, ասես կենդանասպանությունը ծանր հանցանք չէ։ Կենդանաբանական այգու աշխատակազմի ղեկավար ներկայացած անձը բացատրում էր, թե լրագրողների մուտքը չի թույլատրվում առանց քաղաքապետարանի համաձայնության եւ վերջ։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեզ հորդորեց գրավոր հարցեր ուղղել, արդեն ուղարկվել են դրանք եւ պարզաբանում է, թե կենդանիները կարանտինի մեջ են, ամենևին չեն արդարացնում պաշտոնական գործողությունները կամ անգործությունը։ Կարանտինը կենդանաբուժական միջոցառում է, որի նպատակն է բացառել կենդանիների շփումը այլ կենդանիների հետ եւ կանխել հնարավոր վարակների տարածումը։ Այն ինքնին չի նշանակում, որ լրագրողներին չի կարելի հեռվից տեսնել կամ նկարահանել կենդանիներին։ Եթե կենդանիները իսկապես կարանտինում են, ապա ինչու չի կազմակերպվում վերահսկվող այց կամ հեռահար նկարանում, որպեսզի հանրությունը համոզվի, թե ինչ վիճակում են պետական մարմինների կողմից առգրաված կենդանիները։ Ի վերջո, խոսքը քրեական բարույթի շրջանակում առգրաված կենդանիների մասին է, որոնցից մեկն արդեն անկել է պետական մարմինների վերահսկողության տակ գտնվելու ընթացքում։ Երևանի քաղաքապետարանը տարածեց հաղորդագրություն համաձայն որի առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված, փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում, խոլեսիստիտային փոփոխությունները, արկա է ճարպակալում, որովայնի խոռոչում ազատ հեղուկ, ինչը պատճառ է դարձել, որ քնեցումից չի արթնացել։ Այս պարզաբանումը սակայն ոչ թե փակեց հարցերը, այլ ավելացրեց դրանք։ Առյուծի երկարամյա խնամակալը լրատվամիջոցներին ներկայացրել էր բոլորովին այլ պատկեր։ Նրա խոսքով կենդանին առողջ է եղել է 12 տարեկան, իսկ այդ տարիքը առյուծի համար չի համարվում այնպիսի ծայրահեղ մեծ տարիք, որ հանգեցներ մահվան։ Ավելին, խնամակալի խոսքով առավոտյան կենդանին եղել է սոված եւ ինքը զգուշացրել է, որ սոված կենդանուն չի կարելի ներարկում կատարել։ Զգուշացումը հաշվի չի առնվել։ Կենդանուն ներարկել են, ինչից հետո նա այլևս չի արթնացել։ Եթե նախնական զննություն չի արվել, ռիսկերը չեն գնահատվել, ինչու է կենդանին քնեցվել, որը ունեցավ ողբերգական հետևանք։ Ժողովուրդ օրաթերթը ուղարկված հարցումներով կպարզի, արդյոք նման վիճակում գտնվող կենդանու տեղափոխումը եւ ազգայացումը համապատասխանում էին մասնագիտական չափանիշներին։ Այստեղ հիշեցնենք, որ վերջերս մեծ աղմուկով երբ ընդունվեց օրենքը կենդանիների պաշտպանության մասին, Մերի Գալստյանի հեղինակած, հենց դրանով էր թույլատրվում քնեցնել կենդանիներին։ Մինչ այս նման իրավասություն որևէ կառույց չուներ։ Ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ մինչ օրս հանրությանը հնարավորություն չի տրվում տեսնելու մյուս կենդանիներին։ Եթե նրանց վիճակը բավարար է, լավ է, ապա ինչու է արգելվում լրագրողական նկարահանումը։ Եթե հակառակը, կան խնդիրներ, ապա հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ վիճակում են պետական մարմինների վերահսկողության տակ գտնվող կենդանիները,
Թափանցիկությունը նման դեպքերում ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է։ Տեղի ունեցածի առնչությամբ ժողովուրդ օրաթերթը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով ներկայացնել դիրքորոշում պետական մարմինների գործողությունների, տեղեկատվության մատչելիության, սահմանափակման եւ կենդանու անկման վերաբերյալ։ Մինչ այս պահը մարդու իրավունքների պաշտպանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանել։ Նրա աշխատակազմից հայտնել են, որ հարցին կանադառնան հրապարակախ մինչև օրվա ավարտը։ Հատուկ ընդգծենք, որ վայրի կենդանին գույք չէ, հետևաբար չեն կարող արգրավել նրան։ Շունը, օրինակ, գույք է համարվում։ Իրավաբան անասնաբույժ Դավիթ Թումասյանը նշում է, որ առուծների ընդհանուր քանակը աշխարհում չի գերազանցում մոտ 27-ից 29 հազարը, եւ նույնիսկ մեկ առուծի անկումը միջազգային մակարդակով ուշադրության արժանի իրադարձություն է։ Նրա գնահատմամբ մինչ այժմ հրապարականորեն պատասխան չի տվել մի շարք հիմնարար հարցերի։ Հարց համար 1. Ինչ անհրաժեշտություն կար կենդանիներին հենց այս պահին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Արդյոք հայտարարված ուղեկցող հիվանդությունները իրականում այն աստիճան էին, որ կարող էին ինքնին հանգեցնել մահվան։ Արդյոք տեղափոխման ժամանակ ներկա է եղել համապատասխան մասնագիտացում ունեցող վայրի կենդանիների անասնաբույժը։ Ով է հաշվարկել ազգայնացնող դեղամիջոցի դոզան։ Կշռվել են արդյոք կենդանիները նախքան ներարկումը, թե քաշը գնահատվել է մոտավոր։ Հայտնի է, որ նման դեղամիջոցների դոզան հաշվարկվում է անհատապես կենդանու մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով։ Կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո կենդանիները ենթարկվել են ամբողջական բժշկական զննման։ Եթե այո, ինչ է ցույց տվել արդյունքները, եթե ոչ, ինչու։ Այս պատմության մեջ դեռևս բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում։ Ինչու 2 օր շարունակ լրագրողներին արգելվում է տեսնել կենդանիներին։ Ինչու չեն հրապարակվում անասնաբուժական արձանագրությունները։ Ինչու չեն ներկայացվում տեղափոխման ամբողջ գործընթացի տեսագրությունները։ Ինչու չի հրապարակվում, թե ով է իրականացնել անզգայացումը, ով է հաշվարկել դեղաչափերը, ովքեր են եղել պատասխանատու մասնագետները եւ ինչ վերահսկողություն է իրականացվել կենդանու նկատմամբ մինչև ու հետո։ Մի բան արդեն փաստ է։ Պետական մարմինների վերահսկողության տակ հայտնվելուց հետո արգրաված կենդանիներից մեկը սատկել է, իսկ մյուսների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը շարունակում է փակ մնալ։ Հանրային շահի տեսանկյունից պարտավոր են պատասխան տալ թե Երևանի քաղաքապետարանը իդեմս Տիգրան Ավինյանի, Երևանի կենդանաբանական այգին իդեմս տնօրեն Արմեն Տեր-Թովմասյանի եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իդեմս Արթուր Պողոսյանի։ Բացի այս երակից, նաև ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ անասնաբուժական վերահսկողությունը, կենդանիների տեղափոխման անասնաբուժական պահանջների վերահսկողությունը եւ կարանտինի սահմանումը եւ վերահսկողությունը իրականացնում է հենց այդ կառույցը, սակայն բոլորը ձկան նման լուռ են։